Այսօր նկարիչների միությունը բացվել է կինոյի և թատրոնի նկարիչների նվիրված ցուցահանդես։ Այս իմ կողքին կա Մինաց Ալիան, որը ինչպես նկարում է, այնպես էլ այսպիսի տիկնիկ է պատրաստել։ Այն ջան, մի հատ կպատմեք, ինչպես սկսել եք ձեր տիկնիկի ստեղծագործական ճանապարհը։ Տիկնիկը քանի որ ես կավագործ եմ, մի օր կավագ խաղալուց սկսեցի դեմք քանդակել ու տեսա, որ շատ էմոցիոնալ դեմք է ստացվում, ավարտեցի, հետո գլուխը քանդակելուց հետո ձեռքերը քանդակեցի ու քանի որ բալիկներ են գալիս իմ արվեստանոց, իրենք սկսեցին խաղացնել այդ գլուխն ու ձեռքերը ու այդպես որոշեցի տիկնիկ հավաքել ու քանի որ ես տիկնիկային թատրոնում աշխատել եմ ժամանակին, ոնց որ ստացվեց խաղարկային տիկնիկ, որը հետո դարձավ ներկայացման կերպար և հերոս։ Ներկայացումը ինձ բախտ վիճակվեց համագործակցել Զարուհի Անտոնյանի հետ, որը առաջարկեց օգտագործել Նաբոկովի խոսքը, պատմվածքը և վերջում ներկայացման տիկնիկը երբ որ քանդակում էի, իր անունը դրեցի է, այնց ինքնաբերաբար ստացվեց ու այդ ներկայացման անունն է ու ինքը համապատասխանում է իր ամեն ինչին այդ էտարով էություն և